Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Վարչապետի տիկնոջ տարածած այս տեսանյութը կարճ ժամանակ անց դատախազությունն ուղարկեց քննչական կոմիտե, որտեղ էլ վարույթ նախաձեռնեցին ու մեկ օրում գտան Աննա Հակոբյանին նամակներ գրած օգտատիրոջը։ Նա, ինչպես պարզվեց, երկրում չէ։ Որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա։ Հակոբյանը, որ վերջին ամսում սոցցանցում պարբերաբար ընտանեկան բռնությունը կանխարգելելու մասին է խոսում, իր 1.5 րոպեանոց տեսանյութում հույս էր հայտնել, թե իրավապահները կկարողանան կանխել վարչապետի տիկնոջ նկատմամբ ոտնձգությունը։ Սրան էլ հետևեց քրեական գործը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու հոդվածով։ Իրավապահները չեն բացահայտում, թե ով է Փաշինյանի կնոջը գրած քաղաքացին։ Քննչականից միայն փոխանցում են, որ մեղադրյալը մեկ այլ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով էլ է մեղադրյալ, հետախուզվում է հենց Հայաստան գա կկալանավորվի։ Հատկապես վերջին շրջանում սոցիալական ցանցերում իրոք ամենուրեքը եւ ատելության խոսքը եւ վիրավորանքը եւ այլն եւ իրականում պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք, որպեսզի փոխենք հայ իրավիճակը։ Մյուս կողմից այդ միջոցները միշտ չէ, որ պետք է լինեն քրեական վարույթ հարուցելով։ Այսինքն քրեական գործ հարուցելը դա ծառայող միջոց է իրապես լուրջ արարքների կամ գրվածի դեպքում։ Իրավապաշտպան Աննա Մելիքյանը համեմատում է նույն իրավապահների աշխատանքն իշխանավորների դեմ բողոքների դեպքում։ Ամիսներ առաջ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայհոյել էր իրեն հայհոյած քաղաքացուն։ Վերջինս մեղադրյալ դարձավ, Սիմոնյանը ոչ։ Այստեղ մենք նկատում ենք կրկին ընտրողական կամ եկակի ստանդարտների կիրառելիություն, որովհետև չենք նկատում նման արագ արձագանք այն դեպքերում, երբ որ հրապարակային հայհոյանքը կամ մեկնաբանությունները տրվում են ոչ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ավելին ունեցել ենք դեպքեր, երբ որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը հրապարակային տեսախցիկների առջև հայհոյանք է հնչեցնում եւ որևէ հետևանքներ չեն առաջանում։ Աննա Հակոբյանն իր տեսանյութում տեղադրել է քաղաքացու իրեն ուղված նամակների սկրինները, որոնք որակել է իր կյանքին ուղված սպառնալիք։ Նրա հրապարակած հատվածում անպարկեշտ արտահայտություններից բացի մեկ հարց կա՝ մեջբերեմ, ինչ ես ուզում ես երկրից։ Իրավապաշտպան Աննա Մելիքյանը նկատում է իրավապահները շատ արագ են արձագանքում վարչապետի եւ նրա տիկնոջ մտահոգություններին, որոշ դեպքերում նաեւ հրահանգներին ու վարույթներ հարուցում։ Վերջին օրինակը գործադիրի նախկին պաշտոնյա, այժմ ընդդիմադիր Լիպարի Դրմյանի դեպքում էր։ Որևէ մեկը հետաքննել է այդ մարդու գործունեությունը։ Ես հիմա նաեւ հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ։ Պետք է ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվի ունեցվածքը։ Փաշինյանի այս խոսքերից մի քանի ժամ չանցած դատախազությունը ուսումնասիրություն սկսեց Դրմեյանի հարցով։ Իսկ ինչպես կգործեին իրավապահները, եթե Աննա Հակոբյանի փոխարեն շարքային քաղաքացին ստանար նման բովանդակությամբ նամակ։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի օրինակները շատ են։ Ինքը տարիներ շարունակ ահազանգում է իր եւ մյուս գործընկերների հասցեին սպառնալիքների մասին, բայց ապարդյուն։ Անձամբ ինձ հետ եղել է սպանության սպառնալիք, որը հնչեցվել է եւ դարձյալ վարույթ է նախաձեռնվել եւ հետո կարճվել է ապացույցների բացակայության կամ անձին չհայտնաբերելու պատճառով, դեպ հիմնական տեղեկատվական տեխնոլոգիաներն են օգտագործվում դրա համար։ Կանանց խնդիրները բարձրաձայնող իրավապաշտպանների հասցեին բռնության կոչեր հնչեցրածները չեն դատապարտվել, գործերը կարճվել են, երբեմն անգամ մեղավորները չեն հայտնաբերվել։ Մյուս կողմից վերջին տարիներին հատկապես համացանցում ատելության խոսքի լայն տարածման մասին ահազանգող Հովհաննիսյանը հենց իշխանությանն է մեղադրում սրա համար։ Նրանք այդ թվում վարչապետն է իր օրինակով ազդում հանրության վրա, լեգիտիմացնում հայհոյանքն ու վիրավորանքը։ Ռոբիտ կզացնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնելու եմ, կանուտացնելու եմ, կծացնելու եմ, սատկացնելու եմ։ Հանեք ձեր մասկեկը, Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, չոքացնելու եմ սաղիկ։ Հատկապես վարչապետի խոսքը, որը շատ հաճախ ատելություն եւ բռնություն է խարուզում եւ տարածում, շատ հաճախ այդ խոսքերը նաեւ տարածվում են նրանց այն անձանց կողմից, որոնք պաշտպանում են եւ տարբեր քաղաքացիներին են թիրախավորում, որոնք այլ կարծիք ունեն, միգուցե նաեւ այդ կարծիքը շատ քաղաքակիրթ կերպով են արտահայտում, բայց միևնույն է արճակատվում են ատելության եւ բռնության խոսքի, այնպես որ այդ բառապաշարը իհարկե բարձր օղակներում եւ էլիտաներում շատ տարածված է եւ ազդում է նաեւ քաղաքացիների վրա։
Դա փակ նամակագրություն է, Իրավապաշտպան Աննա Մելիքյանը մի դիտարկում էլ ունի, ըստ վարչապետի տիկնոջ տեսանյութի Հակոբյանն իր կյանքի համար վտանգ է համարել ոչ թե հրապարակային մեկնաբանությունը, այլ նամակը։ Նման դատական գործերն ուսումնասիրած իրավապաշտպանն ասում է, խուլիգանության հոդվածով քննում են հրապարակային խոսքը, ոչ թե փակ նամակները։ Մյուս կողմից, եթե հրապարակային խոսք էլ լիներ, այդ արտահայտությունները հայհոյանքն ու հարցը իրենցից հանցակազմ չեն ներկայացնում։ Կանայք